Մերձավոր Արևելքում լարվածությունը նոր փուլ է մտնում։ Միացյալ Նահանգներ Իրան հարաբերություններում հերթական սրացումը կրկին վեր է հանել գլխավոր հարցը։ Կանգնած ենք լայնամասշտաբ պատերազմի շեմին, թե գործ ունենք փոխադարձ զսպման ու ճնշման հերթական փուլի հետ։ Տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանի դիտարկմամբ ներկայիս լարվածության հիմքում միայն միջուկային ծրագիրը չէ։ Միջուկային խնդրի հարցը օգտագործելով Միացյալ Նահանգները փորձում է ստանալ լեգիտիմություն, միջազգային լեգիտիմություն, որ աշխարհում այլևս նոր միջուկային պետություն չպետք է լինի, Մերձավոր Արևելքում չպետք է լինի, դրա համար Միացյալ Նահանգները գնում են նման քայլի, կամ Իրանը չպետք է ունենա շատ հեռահար հրթիռներ եւ դրա համար Միացյալ Նահանգները գնում են նման քայլի։ Իրանը չպետք է այլևս հովանավորի տարբեր ահաբեկչական խմբավորների տարածաշրջան։ Փորձագետի գնահատմամբ իրավիճակը տարբերվում է նախորդ սրացումներից մեկ կարևոր հանգամանքով։ Այս փուլում գործընթացի դրոշակակիրը հենց Վաշինգտոնն է, ոչ թե միայն Թել Ավիվը։ Պատերազմ թե ճնշում, Պետրոսյանը 3 հիմնական սցենար է տեսնում։ Առաջինը բանակցային գործընթացի շարունակություն, թեև նրա խոսքով քիչ հավանական է, որ այն հանգեցնի ամբողջական համաձայնության։ Թիրախային հարվածների միջոցով կարճաժամկետ գործողություններ, որից հետո կրկին էլի պարտադրանք Իրանին բանակցությունների միջոցով գնալ զիջումների եւ երրորդ տարբերակը արդեն երկարաժամկետ գործողություն, որը պետք է տանի արդեն վարչակարգի փոփոխության։ Իսրայելի ներգրավվածությունն ըստ Պետրոսյանի առաջին փուլում կարող է սահմանափակվել հետախուզական աջակցությամբ, սակայն Իրանի պատասխան գործողությունների դեպքում Իսրայելը կարող է դառնալ ուղղակի մասնակից։ Իրանի աջակցությամբ գործող խմբավորումների, այդ թվում Հեզբոլլահի ու Համասի հնարավոր դերակատարությունը փորձագետը գնահատում է սահմանափակ։ Իսկ Հորմուզի նեղուցի հնարավոր փակումը փորձագետը գնահատում է որպես ծայրահեղ քայլ։ Փակելու դեպքում դա լուրջ խնդիրներ կառաջացնի նաև տարածաշրջանի երկրների եւ Իրանի միջև եւ փաստացի այդ գործողությամբ Իրանը կվաստակի այլ երկրների ուրեմն պատասխան գործողությունները եւս։ Լայնամասշտաբ պատերազմի դեպքում ազդեցությունից չի խուսափի նաև Հարավային Կովկասը։ Եթե թիրախային գործողություններ լինեն, կարծում եմ, որ դրա ազդեցությունը ավելի քիչ կլինի։ Որոշակի ապակայունացում հնարավոր է լինի, հետո Իրանի ներսում արդեն որոշակի կայունացում, իսկ իհարկե այդ ժամանակահատվածը, որ այդ ապակայունացման որ կարող են իհարկե քաղաքական առումով խնդիրներ կարող է առաջացնել, որտեղ քաղաքական հարաբերություններում Հարավային Կովկասի տարբեր երկրների հետ կարող է որոշակի խնդրահարույց իրավիճակ ստեղծել։ Հայաստանի համար ռիսկերը կապված են ինչպես տնտեսական կապերի, այնպես էլ հնարավոր փախստականների հոսքի հետ։ Թուրքիան արդեն հաշվարկում է նման սցենար եւ պատրաստվում է սահմանային ճամբարների ստեղծմանը։ Ռուսաստանի ու Չինաստանի շահերն ըստ փորձագետի մոտ են փորձել կանխել լայն պատերազմը, բայց դրա սկսվելու դեպքում ձգտել, որ այն չավարտվի վարչակարգի փոփոխությամբ։ Ըստ փորձագետի միջազգային ինստիտուտներն այսօր կենսունակ չեն իրավիճակը կառավարելու համար։ Պատժամիջոցները թուլացնում են Իրանը, բայց չեն բերում վարչակարգի փոփոխության։ Լայնամասշտաբ պատերազմի հավանականության գլխավոր ազդակն ըստ փորձագետի կլինի բանակցային գործընթացի վերջնական տապալումը, ինչպես նաև տարածաշրջանում Միացյալ Նահանգների ռազմական ներկայության կտրուկ աճը։ Առաջիկա օրերի անգամ լավագույն դեպքում շաբաթների դեպքում հավանական սցենարը կարճաժամկետ ռազմագործողությունն է, իսկ երկարաժամկետով գուցե դրա մասշտաբների մեծացում։ Եթե այնուամենայնիվ պատերազմը չսկսվի, դեէսկալացիան հնարավոր է փուլային համաձայնության միջոցով, վերահսկողական մեխանիզմներով եւ տարածաշրջանից ուժերի աստիճանական դուրսբերմամբ։ Նարնե Ղուկասյան, Մանուել Ստեփանյան, Ռադար Արմենիա։